Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն շարունակում է իր հաղորդումները եւ ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր այս պահին մեզ հետ են։ Գիտեք, իսկապես ամեն անգամ, երբ մենք մեր հերթական թողարկմանն ենք նախապատրաստում, միշտ մտածում ենք, թե ով է լինելու վերջապես այն հյուրը, ում հետ մենք կկարողանանք այս ծանր, այս տխուր, այս անիմաստ իրավիճակի մասին խոսել եւ ինչ որ փորձել նրա հետ լավատեսական ելքեր գտնել, բայց ես գիտեմ, որ դուք էլ իհարկե արդեն մի տեսակ հավատ եք դարձել բոլոր զարգացող իրադարձությունների նկատմամբ, քանի որ շատ անսպասելի իսկապես զարգացումներ են գնում։ Եվ այսօր այդ ու մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ զրուցելու ենք մեր ճանաչված քաղաքական պետական գործիչ Պարույր Հայրիկյանի հետ։ Բարև ձեզ։ Պարոն Հայրիկյան, երբ մեզ մոտ դժվարին դրություն է ստեղծում, մենք անմիջապես դիմում ենք ձեր օգնությանը եւ խնդրում, որպեսզի գոնե մի քիչ հույս տաք մեր ունկնդիրներին։ Դեպքում պետք է ինձ գիշերցրեք, այստեղ պահեք։ Դե իրավիճակը գնալով ոչ թե ինչ որ փոփոխություն է դեպի դրական, այլ ավելի խառնա, այսպես ճղիմճիմ է դառնում եւ չես էլ հասկանում, թե վաղը ինչ կարող է տեղի ունենալ մի երկրում, որտեղ փաստորեն ամեն ինչ կորցրել է իր նշանակությունը, անգամ այն ընտրությունները, որից մենք երկար սպասում ենք, պարզվեց, որ հերթական, այսպես ասած, խաբեություններ։ Երևի հիշում եք, որ դա ինձ համար պարզ էր, ես ասում եի, որ այս ընտրությունը որոշիչ լինել չի կարող եւ հստակ էլ ասում եի, որ ես այսպեսի խուժան ընտրության չեմ մասնակցի, ձեր տխուր գնահատականները գալիս են ընդհանուր մտահոգություններից, այո, ընտրության հետ հույսեր կապողները հետաքրքրական է, որ հույսեր էին կապում անհատների հետ։ Ես էլ ժամանակին ունեցել եմ այդպիսի մոտեցում, այ մտածել եմ, եթե պատկերացնում եք այն թվականներին, ասում եմ, եթե Նժդեհ լիներ Հայաստանի վարչապետը 20 թվականին, ապա մենք այլ ճակատագիր կունենայինք եւ այդպես շատ բաներ անհատների հետ, հետո բայց գալիս է հասունացումը եւ այդ հասունացումը քեզ բերում է նրան, որ դու պետք է նույնիսկ անհատների մասին խոսելիս գոնե զուգահեռաբար խոսես երևույթների մասին։ Հիմա մենք այն փաստի առաջ ենք կանգնած, որ համատարած բթամտությունը, որ համակել էր ազգին, ասիկան հստակ ասում ես, Մուսոլինին այս տեսակի համակարգի համար գնդակահարել են փողոցում առանց դատու դատաստանի։ Հիմա Հայաստանը այդ համակարգը վերցրել է եւ մարդիկ կան, ստորագույն մարդիկ, որ ուզում են համոզել, թե սա լավ սահմանադրություն է, ամենաստորներն էլ ասում են ամենալավ սահմանադրություն է։ Այս պայմաններում դրական ակնկալիքներ ունենալ նշանակում է ոչ պատմություն իմանալ, ոչ վերլուծական միտք ունենալ։ 1920 թվականին մենք ջախջախիչ պարտություն գրեցինք նաև համակարգի պատճառով։ Հայաստանը դեն ժամանակ այնքան զարգացած չէր մեր պետականագիտական միտքը, Հայաստանը խորհրդարանական հանրապետություն էր։ Մենք մեր անկախություն հարակվեի ճանապարհի ծրագրին զուգահեռ մշտապես խոսում էինք ժողովրդի դերակատարություն ավելացնելու մասին։ Այսինքն հիշում եք ժամանակում Հայաստանում կար ժողովրդի կողմից ընտրված նախագահ եւ որը նաեւ գլխավոր հրամանատարն էր։ Դա եղել է, եթե դուք թերթեք անկախություն թերթի 89-90 թվականների համարները, այնտեղ գրված էր ազգային սահմանադրություն, ազգային բանակ, ժողովրդի կողմից ընտրված երկրի ղեկավար։ Ինչ կատարվեց, փոխեցին այն դրական ձեռքբերումը, քաղաքացու դերակատարությունը նվազեցրին, բայց ասում են լավ ենք անում։ Հիմա էլ էս վերջին օրերին այն խոսակցությունները երևի տեղյակ եք, որ գիտեք, ընտրություններից առաջ մարդը պիտի գոնե 6 ամիս առաջ ապրած լինի եւ այլն եւ այլն։ Սա ինչ է նշանակում, սրա մասին արժի խոսել։ Սա նշանակում է, որ դրանք այն մարդիկ, ովքեր իրենց թույլ են տալիս այդպիսի արտահայտություններ, նաեւ նրանք, ովքեր անցյալում նախկինները, որ ասում էին Հայաստանում չէ, ուրեմն չպիտի քվեարկի, պիտի գա Հայաստան, որ քվեարկելու իրավունք ունենա, նրանք չեն հասկանում ինչ է նշանակում քաղաքացին է երկրի տերը, չեն հասկանում ինչ է ժողովուրդն է երկրի տերը։ Եթե դու տերն ես, դա նշանակում է դու կարող ես տնօրինել այն իրավունքները, դու եւ հենց դու ես դրանց տերը, որոնք քեզ են տրված, տիրոջն են տրված։ Այսինքն Հայաստանի քաղաքացին Հայաստանի տերն է,
Բայց Հայաստանին վերաբերող հարցերում ինչ որ գյադեք, հենց Հաջի Նազարի բառերն եմ ասում, որ ասում են գյադեք էս կողմ կանեք, գյադեք այն կողմ կանեք, հիմա էլ նկատել եք, չէ՞, պետական համակարգում էլ նույն բանն է, գյադեք էս կողմ, գյադեք այն կողմ, այսպես կոչված պետական համակարգում։ Նրանք կարող են որոշել այդ գյադեքը, որոշել որ դու տերն ես, բայց տերը չես։ Ես Հայաստանի տերն եմ, բայց մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի համաձայն նախընտրելի եմ համարում իմ ժամանակի մեծ մասը անցկացնել օրինակ Սիբիրում։ Ես իմ տերն եմ։ Դա մարդու իրավունքների կարևորագույն դրույթն է։ Մարդը իրավունք ունի ազատ տեղաշարժվել։ Այո։ Հանկարծ այստեղ ասում են, գիտես, քանի որ դու Հայաստանում չես, այս պահին, ուրեմն դու տերը չես այլևս։ Այսինքն ես տուն ունեմ, բայց տանս չեմ ապրում, գնացել եմ խնամիներից տուն, նրանց մոտ հյուր եմ, ասում են, գիտես, դու որ խնամիների տանը հյուր ես, այլևս տանը տերը չես։ Այսինքն սա քաղաքագիտական մեծագույն ապօրինություն է։ Հիմա նույնը վերաբերում է մեր այս ընդհանուր իրավիճակին։ Ընդհանուր իրավիճակի հիմքում ընկած է մի բան։ Բոլոր մարդկանց, ովքեր որ հույսեր են կապում անհատների հետ, հասկանալի է, որովհետև երևույթներն էլ կյանքի են կոչում անհատների հետ, կապված անհատների հետ, բայց մոռանում են, որ դա համակարգի մասն է, այսինքն համակարգն է որոշիչը, նրանց ուղղակի խղճում եմ։ Թող իրենք հասկանան, որ նա որ ասում էր, այ որ Նիկոլ Փաշինյանը հաղթի լավ կլինի, մի ամիտ են լավագույն դեպքում մեղմ ասած Սամվել Կարապետյանը լավ կլինի կամ այդ տեսեք Գագիկ Սարոկյանը գա պարլամենտ այդ բոլորին խղճում եմ որովհետև իրենք չեն հասկանում որ իրենք են մակարդակի վրա են որի վրա ես եղել եմ մի 50 տարի առաջ բայց մարդու հնարավորությունը ո՞րն է առավելությունը որ երբ գիտի որ կա տվյալ ոլորտի բանիմաց մասնագետ լսի թե նա ինչ է ասում էլի իր մտքերը պահպանի զարգացնի խորացնի բայց լսի թե ինչ է ասում Մեր հանրությանը այսօր պատուհասած այս իրավիճակը գալիս է նրանից, որ լսելու շնորհք չունեն, մեծին պատվելու, հարգելու բան չունեն։ Ես ու չեմ ասում, ես լավ հայր եմ, դա իմ ընտանիքի գործն է, լավ մարդ եմ, դա իմ մտերիմների գործն է։ Ոչ էլ ասում եմ, որ ես ընտիր բանաստեղծ եմ կամ ընտիր երգահան։ Բանաստեղծություններ էլ ունեմ, որ անմրցելի են եւ երգեր ունեմ, որ շահել են մրցանակներում։ Ես խոսում եմ ազգային ճակատագրում կատարած դերակատարության հիման վրա իմ ունեցած փորձառության մասին, զուգահեռաբար մարդկանց ասում է, ես չկամ, այս ընտրություններին չեմ էլ մասնակցի, բայց ուզում եմ, որ դուք տերը դառնաք, տերը դառնալու բանաձևը սա է։ Քաղաքական ուժերին էլ ասացի ինչ որ բաներ, հանդիպել եմ բոլոր, կարող եմ ասել բոլորի հետ հանդիպել եմ, բայց հանկարծ տեսա, որ մեծամտությունը խեղդում է, իսկ մեծամտությունը ինչ է նշանակում, այն որ 10 պատվիրաններ կան ու ասում է կուրքեր մի ստեղծեք, չէ՞։ Դա ահա որ մեղքերից մեկն է։ Երբ դու մեծամտանում ես, ոչ թե հենվելով փաստերի վրա իրավիճակն ես գնահատում, այլ մեծամտանում ես, դու քեզ կուրք ես դարձնում։ Կուրք դարձել պիտի պատժվես։ Հիմա մեր ազգի հիմնական մասին համակել են այդ ախտերը։ Պտամտություն, մեծամտություն, նյութապաշտություն Եվ դրանից իհարկե սատանան օգտվում է։ Սա էր կներեք երկար առաջաբանի համար։ Չէ, շատ ճիշտ է բնութագրում, որտեղ այնինչ ես միշտ ասել եմ եւ ուզում եմ մի անգամ էլ կրկնեմ։ Ձեր կյանքի փորձը ձեզ իրավունք է վերապահում խոսել բոլոր կարևոր հարցերի շուրջ կապ չունի ժամանակ դրա համար տրամադրել պետք է թե պետք չէ։ Դա շատ կարևոր է։ Տեսեք, արդեն զգացվում է, որ այս իշխանությունների ներսում, ԿՊ-ի ներսում խժդժոց է սկսվել եւ արդեն կարճիկներ են հնչում, որ այս կամ այն նախկինում իրեն կարևոր դեմքերից մեկը համարող մարդիկ, որ ԿՊ-ի մեջ սկսել են ընդդիմանալ վարչապետին, այսինքն այս խժդժոցը ինչ որ պատճառաբանված է, սպասվելիք զարգացումներ էին սրանք։ Ընդհանրապես համակարգից բխում են նման երևույթների առաջացումներ, բայց չնմանվենք այն միամիտներին, որ երբ Տրոցկին դրսևորումներ էր թույլ տալիս Լենինի, Ստալինի դեմ, հետո Կամենև եւ այլ Ստալինը սրան էր հեռացնում, մարդիկ կային, որ ասում են, այ հիմա փլվում է, հիմա մի բան պիտի լինի։ Կամ երբ տեղեկանում ես, որ ինչ-որ մաֆիոզ խմբի ներսում ինչ-որ խժդժություն կա, ասում ես, չէ, այդպես չի, մի ուրախացեք, ոչ տխրեք, ոչ էլ ուրախացեք, որ մարդկանց հետ բաներ է կատարում, բանական մարդիկ
գնահատականները տալիս են երևույթներով, ոչ թե մարդկանց հանդեպ դրսևորումներով։ Իհարկե կրկնում եմ, դրանք երբեմն զուգահեռաբար են լինում։ Ուրեմն ինչ առաջին անգամ է Նիկոլի դեմ ինչ որ մեկը ընդվզում։ Չեք հիշում Վանեցյանն էր, չէ՞, առաջիններից մեկը։ Հետո մյուսը մարդկարում հեռացրին ինչ որ պաշտոնից, արդարադատության նախարարի, հետո բերեցին դրեցին ԲԴԽ-ի անդամ։ Այսինքն ինքը այդ խաղերը տալիս է։ Դա մաֆիոզ տրամաբանության տեր, ինքնասիրարված անմակարդակների անիրավացիորեն իրեն բարձր գնահատող մարդկանց կեցվածքին բնորոշ բան է խաղալ մարդկանց հետ։ Երբ դու քեզ երևակայում ես, դու կարող ես քեզ թույլ տալ մարդկային ճակատագրերի հետ խաղալ։ Միջդեռ նույնիսկ մարդուն մի 4 խոսք ասելուց հետո բարեկիրթ մարդը տառապանքներ է ապրում։ Իսկ այստեղ մարդկանց ճակատագրերի հետ խաղալ, հիշեցնել նրանց, որ ես տերն եմ, իմ միջոցով դուք դարձաք падգամավոր, հիմա ինչ ուզեմ կանեմ, եւ դուք պիտի երջանիկ լինեք, որ ես ձեզ մայր եմ հայում, ես եմ ձեզ մայր հայում։ Եղել է, հետ է եղել։ Շեի ժամանակները հիշում եք, չէ՞։ Ասում եմ, ես ինչի հետ այնքան մոտ եմ այնտեղ նշանավոր հայտնի։ Ինձ այն օրը հետս խոսում էր ինձ մայր հայոց, այդքան մոտ եմ այդ։ Ասեն հասցնում են այդ մակարդակին, որ իշխեն։ Հիմա այդ խժդժությունների հետ ես որևէ դրական բան չեմ կապում, որովհետև մենք գիտենք, որ դրանք լավագույն դեպքում կարիերիստական եւ նախանձալի սա մեկի նկատմամբ խանդ նախանձ դրսևորելու երևույթներ են եւ կապված չեն օրինակ գաղափարական տարաձայնությունների հետ։ Դուք լսել եք, որ երբևէ որևէ ԿՊ-ական հնչեցրած լինի, ասի գիտեք, ամոթ է։ Մենք մեր ազգային անկախության պայքարի առաջնորդ Պարույր Հայրիկյանից, որը սովետական միության ժողովրդավարական շարժումների հիմնադիր եւ առաջնորդ է ճանաչված իրավացիորեն։ Գրքեր կան դրա մասին, դեռ 40 տարի առաջ գրված։ Հիացական խոսքեր սենատորների կողմից, ավելին կրկնեմ, ես միտքը ասել եմ, որ սենատորները դիմում են նախագահին, ասում են Հայրիկյանն էսպես է, ասում է էսպես պիտի անենք, որովհետև ինքը ժողովրդավարությամբ է առաջնորդվում։ Այդ բոլորը թողած հետ եկած մարդու մասին է խոսքը, ու գիտեք, Ամերիկայում էլ շատ բարձր պաշտոն առաջարկեցին։ Երբևէ լսել եք որևէ մեկնացի, բայց գիտեք, ամոթ է, էլի։ Մենք հիմա արդեն 10 անգամ նախագիծը մեկնաբանություններով ստացել ենք սահմանադրության։ Մենք 6 տարի է մարդկանց խափում ենք, իբր գործ ենք անում այս ժամկետում։ Ամոթ չի, մի հատ դուգոնե քննարկենք։ Կամ որևէ մեկը երբևէ լսել եք, որ գաղափարական իմաստով ասի, երբ մենք սահմանադրական բարեփոխում ենք քննարկում, չարժե արդյոք կարծիքները քննարկել տարբեր։ Ոչ թե Ալիևն ասեց, Ալիևի ասածը կարևոր է։ Բայց քո անկախության քեզ ազգ դարձնող, որտեղ մեր օրերում ուզում ես 5000 տարվա պատմություն ունես, դու ազգ ես համարվում, երբ ունես պետություն, միավորված ազգերի կազմակերպություն։ Քեզ ազգ դարձնող պատասխանատու մարդկանցից մեկը առաջարկներ է տվել դա լուրջ գաղափարական հարց է, չէ՞։ Լսել եք, որ որևէ ԿՊ-ական այդ հողի վրա խոսք ասի։ Սուքյասյան հետը մոտ եմ եղել, Ալեն Սիմոնյան հետը մոտ եղել, շփվել ենք, խոսել ենք մարդկային, նույնիսկ ինչևէ, պահեր են եղել, որ զգացել եմ, որ ինչ-որ ըմբռնումներ կան։ Կամ Արայիկ Հարությունյան կարծեմ, ասենք տեսնում էր վազելով գալիս էր պարոն Հայրիկյան կներեք, մի անգամից չտեսա օգնականս ասեց։ Երբևէ լսել եք, որ դրանց մեկն ու մեկը խոսի Հայրիկյանի անցած ճանապարհին, կամ նույն Նիկոլը, որը երբ դեռ ես անցյալ ժամանակներում իրեն հարցնում են ավելի ճիշտ ում եք համարում, այդ մարդն ասում է ամենաչգնահատված գործիչը Պարույր Հայրիկյանն, այսինքն ունի արած բաներ, որոնք չեն գնահատվում։ Հիմա ես իմ օրինակը բերեցի, բայց դա թողնենք մի կողմ։ Սահմանադրությունը քննարկելիս երբևէ լսել եք, որ որևէ մեկնազի պարոն Փաշինյան, այդ սահմանադրությունը լավը չի, դա Մուսոլինի Հակով կարած սահմանադրություն է եղել։ Հետո դուք էլ ասացիք, որ Սերժ Սարգսյանի Հակով է կարած, արմատապես պետք է փոխել։ Բայց նրանք ասում են փոխենք սահմանադրությունը, նոր սահմանադրություն ներսենք, բայց պահենք այն ինչ որ բացասականն է։ Այսինքն այդ հողի վրա չեն տարաձայնությունները։ Մենք միայն լսում ենք միջազգային լեզվով ասեմ, ինտրիգների մասին։ Իսկ ինտրիգների հիմքում սովորաբար ընկած է լինում նախանձը, խանդը, դժգոհությունը ինչ-որ բանից, բայց ոչ գաղափարականը։ Մեզ համակել է ապա գաղափարական մթնոլորտ ամբողջ Հայաստանին, եւ դա շարիքների հիմքերից մեկն է։ Պարոն Հայրիկյան, դե այս օրերին այսպես ամենակննարկվող թեմաներից մեկն էլ
Բարգավաճ Հայաստանի նրա առաջնորդի հետ կապված այս անսպասելի զարգացումներն են, թե ձեզ համար ամենևին էլ անսպասելի չէին։ Գիտեք, այստեղ ամենա ոչ ասեմ տհաճ է մարդկայնորեն անընդուներին, այլ իրավական տեսակետից նաև սահմանադրության խախտումով ամենածանր հանցագործին անգամ մինչև նրա ամենածանր հանցագործության մեջ մեղադրվող մարդուն անգամ մինչև նրա նկատմամբ դատավճռի ընդունումը դու պիտի հարգալի վերաբերմունք պահպանես։ Նույնիսկ դատվելուց հետո, եթե դատապարտվել է գնդակահարման, առավել ևս վերջի րոպեներն է ապրում, դու պիտի հարգալի լինես։ Որովհետև այդ մարդը ամենածանր վատ բաներն է արել, բայց հիմա գնում է կործանման։ Այս դեպքում, երբ դատարանի որոշում չկա, դատավճիռ չկա, ինչպես ես դու թույլ տալիս խախտել սահմանադրությունը եւ նախ հայտարարել, որ պիտի կզսնեմ, պիտի ծնկի բերեմ եւ այլն, պիտի ասված դրանք հակասում են սահմանադրությանը։ Մարդու արժանապատվությունը գերագույն արժեք է ըստ սահմանադրության։ Ուրեմն մենք գործ ունենք նախ հայտարարություններով սահմանադրախախտ, իրավախախտ, ապա նաեւ գործողություններով։ Սա իրավական գնահատականն է, որից ավելի վեր ոչինչ չկա։ Որտեղ երբ խոսում ես իրավական գնահատականի մասին, ապա բնական է, որ դրա խախտումները բերելու են տարբեր տեսակի առարկայական բացասական հետևանքներ։ Ես համարում եմ սա մեր ամոթը եւ շատ եմ ցավում, որ արդարացավ իմ այն նախազգուշացումը, որ եթե այսպես շարունակվի, ապա Նիկոլ Փաշինյանը կվերածվի Լուկաշենկոյի եւ Ալիևի։ Ինքը մեծ արագությամբ հասնում է եւ ուզում է անցնել նրանց։ Մինչդեռ դա շատ լուրջ նաեւ ազգային անվտանգության հարց է։ Այսինքն այսօր խոսելով այս երևույթների մասին, մենք այնքան չենք խոսում Գագիկ Ծառուկյանի մասին կամ մյուսների մասին, օրինակ Արթուր Վարդանյանը հիմա բանտում է։ Չեմ խոսում այն դեպքերի մասին, երբ տանում են բանտ, հետո բաց են թողում կիսատ պռատ քրեական գործը մշտապես իրենց վերադրված։ Դրա դեպքում խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին փրկելու մասին, որ չարժանանա մեկ այլ Նիկոլի ճակատագրի։ Չնայած ինքը պիտի դատվի ուզի, օրինակ ես գաղափարախոսական երևույթների գաղափարական երևույթների մասին որ խոսում էի, ամբողջ հանրությունը ամեն բանը գործ թողած պիտի խոսեր մի բանի մասին։ Պարույր Հայրիկյանը ձեզ դիմում է տվել, սահմանադրության վերաբերյալ դուք չեք քննարկել, դա հանցագործություն է։ Բոլորը պիտի դա ասեն եւ դա պիտի ասեն։ Դա չկա։ Նախանձից սատկում են, ոչ թե մեռնում, այլ սատկում են։ Քաղաքական գործիչ է, մտնում է քաղաքական գործունեության դաշտ, իրեն զգուշացնում է։ Ու ինչ ես ընտրության գնում այդ տղա։ Այս մարդը կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը խախտել է։ Դրանից վեր խախտում չի կարող լինել։ Ինքը խախտել է ժողովրդավարությունը, ընտրությունը ժողովրդավարական գործընթաց է։ Խոսեք դրա մասին։ Չէ, քանի որ դու ես արել, քոնն է խախտել։ Մի բան էլ դու արա թող քոնն էլ խախտի, բայց ես հիմք եմ տվել բոլորիդ համար։ Այն ժամանակ էր բոլորն ասում էին ազատություն Հայրիկյանին։ 88 թվականին KGB-ն ամբողջ կայսրության պատմության մեջ առաջին անգամ շրջապատվեց։ 20,000 մարդ շրջապատեցին, գոռում էին ազատություն Հայրիկյանին։ Խոսքը իմ մասին էր, ոչ։ Խոսքը ազգի ինքնորոշման իրավունքը կրող ազգային առաջնորդի ազատության մասն էր, որը վերաբերում էր ավելի շատ այդ գաղափարին։ Հիմա սրանք խանդիկից մեռնում են։ Ձեզ օրինակ եմ տվել, դաս եմ տվել կոնկրետ, որ դուք հիմք ունենաք, ասելու որ դու գիտեք հիշում եք երբ ընտրությունից առաջ ասում էի, պետք է միավորվել ասել կենտրոնական ընտրական հանձնաժողով, դուք իրավունք չունեք գրանցելու Նիկոլ Փաշինյանին, որովհետև ինքը սահմանադրական օրենք է խախտել, ինքը արդարադատության նախարար է, ասին խոսքը այստեղ իմ մասին չի, երևույթի մասին է։ Եվ այս թեմայով ես կարող եմ շատ ընդարձակվել, այսքանն ասեմ, որ մեր հերթական խայտարակություններից ամոթալի երևույթներից մեկն էր նախ եւ առաջ իրավական տեսակետից շատ բարդ, հետո մարդկային, ինչքան նողկալի պիտի լինես, որ առանց դատարանի որոշման դու կատարես գործողություններ, որոնք նույնիսկ դատարանի որոշում ընդունելուց հետո ենթակա են վերանայման, կարող են ենթակա լինել վերանայման, բողոքարկման եւ այլն եւ այլն։ Դա անթույլատրելի է։ Լավ, պարոն Հայրիկյան, այնուամենայնիվ այս ամեն հաշվի առնելով դուք ինչ որ ելքեր տեսնում եք, ելքեր կան թե չէ։ Ելքը էլի համակարգայինն է։ Ասեմ, եւ դա այսօր չեմ ասում,
վաղուց համակարգային ելքը հայտնի է։ Մենք այս իրավիճակն ունենք մի պատճառով, նախ սկսեմ անվտանգայինից։ Բայց եթե հանկարծ մոռանամ, ինձ վերադարձրեք։ Անվտանգայինից հարցերի մասին խոսելիս այսօր շեշտադրվում է խաղաղությունը։ Աշխարհում բոլոր գրագետ մարդիկ գիտեն, որ խաղաղություն լինում է ժողովրդավարական պետությունների միջև։ Այսինքն ներպետական խաղաղությունն է դառնում միջպետական խաղաղություն։ Չգիտեն միայն իդիոտներն ու սրիկաները, որ եթե պետությունները ժողովրդավարական չեն, ապա դրանք մշտապես սպառնալիք են ներկայացնում։ Դա քաղաքակրթության հստակ բանաձևերից մեկն է։ Ուրեմն եթե Հայաստանը ժողովրդավարական չէ, եթե Ադրբեջանը բավարար ժողովրդավարական չէ, նաև Թուրքիան, նշանակում է, գիտեք, ժողովրդավարական չէ, նշանակում է նաև արտաքին ճնշման հետևանք, հազար բան կարող է լինել գործակալական համակարգով, բայց ժողովրդավարական չէ, ժողովրդին պատկանող չէ։ Ուրեմն դրանք պատերազմի աղբյուր պետություններ են։ Դա վերաբերում է բոլորին։ Սա քաղաքակրթությանը արդեն մոտ 50 տարի, 60 տարի, 70 տարի հայտնի բանաձև է, որը չգիտես ինչի նաև քաղաքակիրթ աշխարհում հաճախ մոռանում են։ Բայց որոշ պահեր, երբ Իսրայելի հետ է կապված լինում, օրինակ հաճախ հիշում են, ասում են, Իսրայելը տարածաշրջանի ամենաժողովրդավարական երկիրն է, հետևաբար իրական վտանգ իրենից չի գալիս, այլ գալիս է նրանցից, ովքեր սպառնում են իրեն վերացնել։ Այդ դեպքերում ասում են, բայց ընդհանուր առմամբ մոռացված է։ Ուրեմն Հայաստանի ներսում Մուսոլինիի սահմանադրությամբ ապրելու հանգամանքը Հայաստանին դարձնում է ժողովրդավարության տեսակետից թիրախային եւ անվտանգության տեսակետից վտանգավոր։ Բայց երբ հարևանն էլ ժողովրդավարական չէ, դա արդեն լի վտանգներով բոլորիս համար։ Դա ուրեմն ընդհանուր գնահատականը խաղաղության տեսակետից։ Այսինքն խաբեբա ու սրիկա է ամեն ոք, ով որ գիտի, որ իր պետությունը ժողովրդավարական չէ, ով որ գիտի, որ իր հարևան պետությունը ժողովրդավարական չէ, բայց ասում է, որ մենք պայմանավորվել ենք խաղաղության մասին։ Բռնապետության մեջ մշտապես սեփական ժողովրդին պատերազմ հայտարարած պետական համակարգում չի կարող խաղաղությունը արժեք լինել։ Արժեքները այլ բաներ են։ Հիմա գանք ինչ ելք կա։ Ելքը այսօր շատ հասարակ է։ Գիտեք, ես թող անհամես չհնչի, ոչ էլ ինձ համարում եմ Աստծուն ավելի մոտ, քան մեզ լսողներից որևէ մեկը, բայց փաստերը ստիպված եմ արձագանքել։ Ազգային ինքնորոշում միավորում բառը ես ժամանակին գտել եմ պատահականորեն։ Հարցմնի, բայց հայտնության պես եկավ, որ ոչ թե հայ անկախականների միավորում, այլ ազգային ինքնորոշում միավորում։ Եվ դա շատ ավելի ճիշտ էր, որտեղ ազգային միացյալ կուսակցությունը դարձնել ազգային ինքնորոշում միավորում։ Այդպես ինձ մոտ եկել է բացարձակ ժողովրդավարության բանաձևի մի քանի դրույթներ հանկարծակի։ Այսօր էլ եկավ մի բան, ապշելու բան, ձեր հաղորդման գալուց առաջ, երբեմն երազով է գալիս, երբեմն մտորումների արդյունքում, եկավ մի բան, որ պետք է չբարդույթավորվել, խոսքի մասին է, դիմել բոլոր քաղաքական ուժերին ու ասել, ելք կա, տղերք, եւ այդ ելք ասող այն մարդն է, որ ասում էր ելք կա այն ժամանակ, երբ որ 300 միլիոն մարդ ասում էր ելք չկա։ Ու ինձ էլ տանում էին բանդ։ Էլ չեմ խոսում Հայաստանի մեր գաղափարական ընկերների մասին, որ ասում էին ինչ անկախություն, այն էլ հանրաքվեի ճանապարհով, այն էլ սովետում։ Այսինքն այդ նույն մարդը այսօր ասում է ելք կա։ Դրա համար պետք է Սամվել Կարապետյանի թիմի բոլոր անդամները չամաչեն ասելու, որ գիտեք ինչ կա։ Հայրիկյանը նախագիծ է ներկայացրել, վաղուց պատրաստ։ Սերժ Սարգսյանի թիմը ստորաբար պարտակել է։ Հիմա նույն բանը, նույնքան կամ ավելի ստորաբար անում է Նիկոլ Փաշինյանը։ Մենք բոլորս պետք է ոտքի կանգնենք այդ սահմանադրության համար։ Գագիկ Ծառուկյանի թիմի անդամները պետք է կանգնեն։ Այդ դաշնակցությունը չնայած շարունակում այդ հիմար պատկերացումը, թե խորհրդարանական համակարգը լավն է, այդ հիմարությունը դեռ շարունակում են։ Իշխանության ճյուղերի տարանջատումը բացառող համակարգը 100 տարվա կուսակցության ներկայացուցիչներն ասում են լավ համակարգ է։ Ինչևէ, բայց իրենք նույնպես մյուսները բոլոր ովքեր որ քաղաքական դաշտում են, պիտի մի հատ թափ տան իրենց, ասեն ինչ էլ անենք, Հայրիկյանը իր տեղն ունի, ոչ կարող ենք ավելացնել, ոչ պակասեցնել։ Մրցակից չենք, ինքն էլ մեզ մրցակից չի։ Ինչ որ արել է, մեզ համար է արել, լավ է արել։ Շնորհակալություն։ Բայց ինքը տվել է սահմանադրության նախագիծ,
որը Նիկոլ Փաշինյանը պարտավոր էր քննարկել, չի քննարկել։ Բոլորս միավորվում ենք, ասում ենք, որ Նիկոլ Փաշինյան, դու քրեական հանցանք ես կատարել։ Թող դատարանը որոշի, որքանով է արդարացի այդ մեղադրանքը։ Բոլորս դրա շուրջ պիտի համախմբվեն։ Սա միակ ելքն է։ Եվ միաժամանակ այդ հանցանքը ուղղելու մեջ է մտնում, այդ համակարգի մեջ է մտնում նախագծի քննարկումը շուտապույտ կերպով։ Ինչ եք տոնտոնիկ խաղում։ Հավաքել ես քո գյադեկին, որ դրել։ Օրինակ այնտեղ տեսա են Կարեն Անդրեասյան կոչվածին։ Արժանապատվություն ունենար, SMS-ով իրեն շպրտել է դուրս։ Այ գյադա ինչ ես հետո հետ գալիս։ Ինչ է թե քեզ աթորտան փող ստանաս ու պարգևա վճար։ Այ այդ տեսակ մարդկանց հետ էինք աշխատում։ Ինքը պիտի ասեր, չէ, դու անարժանապատիվ ես վարվել ինձ հետ։ Բայց քանի որ արժանապատվություն չունենալը դարձել է արժի համակարգ իրենց համար, ապշելու բան։ Այդ տեսակ մարդկանցով էինք իրեն շրջապատել։ Ինչևէ, շեղվեցի մի փոքր։ Այդ բոլոր մարդիկ նաև ՔՊ-ի ներսում։ Ի վերջո մարդուց են, չէ՞ ծնվել, ծնող ունեն, գնում են տուն, երեխան ասում է պապա, մամա, մարդ են, չէ՞։ Պետք է ասեն, լսի, մենք ունեցել ենք աննախադեպ մեր պատմության վերջին հարյուրամյակների մեջ աննախադեպ երևույթ։ Եղել է Պարույր Հայրիկյան, որին հա բանտ են տարել 5 անգամ, որը կազմակերպել է մի քանի 100 երիտասարդների, նպատակասրած աշխատել են անկախության համար ու հասել են հաջողության։ Ի տարբերություն դաշնակցության, ռամկավարների, կոմունիստների, ոչ մեկը իրենց գլխավոր կամ առաջնահերթ նպատակին չի հասել։ Այս մարդը մեզ հասցրել է այդ նպատակին։ Հիմա այդ մարդը դիմում է տվել 10 անգամ քեզ տեսել է։ Այդ աղա ջան, մերժեցիր, ես էլի եմ տալիս։ Անտեսեցիր, նորից եմ ներկայացնում, կարծացեք սա է նախագիծը։ Հիմա դրա շուրջ պետք է բոլորը ոտքի կան, սին շատ ակնհայտ բան է։ Եվ ոչ ոք չի կարող ասել, աթոռի համար են կռիվ տալիս, ասում են, արդարության համար են կռիվ տալիս։ Դու պիտի ես դիմումը քննարկեիր, դու խախտել ես կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը, դա նշանակում է բոլոր կուսակցությունները այլևս անիմաստ է իրենց կուսակցություն կոչելը։ Ես ապացուցել եմ դա, ես գործի 90%-ն արել եմ։ Հիմա այս հարցի շուրջ պետք է համախմբվել։ Ես էլ կարող եմ ամեն ողջ կարողականությամբ օգտակար լինել, իհարկե 20 տարվա առաջվա կարողականությունը չունեմ, բայց կամ պատրաստ եմ աշխատել եւ շատ արագ մենք բոլոր հարցերը կլուծենք։ Ընդհանրապես պետք է այս գաղափարի շուրջ համախմբվել։ Առաջին Հայրիկյանը տվել է նախագիծ, այո, հենց Հայրիկյանն է տվել։ Անցած օրը մի շատ հարգարժան տիկին ասում է, ես ասում եի համանդրական շարժման մասին, բայց ձեր անունը չէի ուզում տալ, որ մարդիկ չկոմպլեքսավորվեն։ Ասում եմ, ուրիշ մարդ տվել է նախագիծ պատրաստի։ Չէ, որ չի տվել դե, հիմա ինչի՞ց է ճշմարտությունը դες բարդույթավորում է։ Եթե մեկին պիտի բարդույթավորի, իմանանք, որ տականք է միանգամից թող հեռանա։ Հիմա ես այդ բոլորը արել եմ մեր ազգի համար եւ այս իրավիճակի համար։ Որ այս իրավիճակում երբ ինքը մարդկանց արդարացի կամ անարդարացի բանտ է տանում, տեսեք ես չեմ խորանում։ Դատարանը թող դատավորները հետո իրենք պատասխան տան իրենց խղճի առաջ եւ իսկական արդարադատության առաջ պատասխան կտան։ Այս բանին ասել եմ առաջին բան գնալիք մարդը դու ես, որովհետեւ քո կատարած քայլ է ուղղված ժողովրդավարության դեմ։ Գիտեք ինչ է։ Հիմա այս բացեմ էլի այդ գաղտնիքը։ Վենետիկի հանձնաժողովում անունն էլ կարող եմ ասել ով էր, Օք, ինչևէ, օք։ Ասեց ձեր մոտ կուսակցությունների մասին օրենքում, ասեց մի դրույթ կա, չի գրված։ Եթե գրված չլինի, հեռախոսով ենք խոսում։ Դա նշանակում է ձեր այդ ամբողջ օրենքը անիմաստ է։ Ասում եմ ինչ տեսակետից է անիմաստ, ասում է ժողովրդավարության։ Որտեղ եթե որևէ մեկը ձայների մեծամասնություն չունի, ընդդիմադիր դաշտում է, նա կործանված է։ Պետք է իրեն իրավունքներով ապահովել, ասում եմ ինչ իրավունքով։ Պետական համակարգ սահմանված չէ։ Ասես բոլոր կարգին պետությունների կուսակցությունների վերաբերող փաստաթղթերում գրված է, որ եթե այդ կուսակցությունը ընդդիմադիր է եւ հարց է ներկայացնում, ապա պետք է իշխանությունը պարտադիր կերպով քննարկի այդ հարցը։ Ասի, բայց ես այն ժամանակ ինքս չհասկացա, հիմա ինչպես մեծ մասը չի հասկանում։ Ասի, բայց դա ինչ է։ Ասում եմ, լսի, եթե պիտի քննարկի, բաց հասարակությունում դա լինում է հրապարակային եւ այլ։ Ուրեմն սա աշխատեք, որ անպայման լինի։ Թե ինչպես եղավ, ինչ ընթացավ, չգիտեմ, դա օրենքում մեջ մտավ։ Հիմա օրենքի մեջ մտել է, բայց չի կատարվում։ Ու սա պիտի դառնա բոլորի երբ մեկ այդ հարցով ոչ թե 100,000 հոգի, այլ 10,000 հոգի ասպարեզ իջնենք։ Դա ամբողջ աշխարհի համար կդառնա երևույթ։ Բայց երբ դու ասում ես ինձ աթոռը պետք ու կես միլիոնով ես իջնում փողոց, մյուսներն ասում են ինձ է պետք կես միլիոն 500 մարդ ավերով է իջնում եւ իր հարցերը լուծում։ Ուրեմն լուծում կա։ Այդ լուծումը կապված է մարդկանց ճշմարտասիրության հետ, գան ինձ մոտ, միասին աշխատենք, կրկնեմ, անձամբ ինձ համար ոչինչ պետք չի, մանավանդ որևէ աթոռ։
Պաշտոնի մասին չի խոսքը, բայց գաղափարը դա է։ Ուրիշ լուծում, եթե ուրիշը կառաջարկի, կլսեմ։ Բայց ես տեսեք ասում եմ հիմնավոր բան, եւ դա նախապատրաստել եմ 5-6 տարի։ Նիկոլի դեմ թշնամություն չունեմ, կարող է ինքն էլ միանալ սրան։ Իր արած բացասական արարքների դեմ թշնամություն ունեմ, բայց անձամբ իրանցի դեմ չէ։ Թող ինքն էլ միանա, միասին կարգավորենք եւ երկիրն էլ դարձնենք իսկապես աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը։ Եղավ, շնորհակալ եմ պարոն Հայրիկյան, շերի բարեկամներ, դե դուք էլ տեսաք, որ իսկապես պարոն Հայրիկյանի առաջարկած ելքը շատ ռեալ է, շատ գործնական։ Եկեք գոնե մի անգամ լսենք մարդուն, ով իր կյանքի փորձով ապացուցել է, որ իր ծրագրերը իսկապես շատ ճշմարտացի են եւ դրանց իրագործման ընթացքում մենք կարող ենք հասնել լուրջ հաջողությունների ժողովրդավարության ոլորտում։ Այսօր այսքանը, մնացեք լավատես, ցտեսություն։